Բարի երեկո, եթերում է մարդկային գործոն, այսօր մեզ համար շատ պատվավոր և տոնական օր է, որովհետև անդրադառնալու ենք մի կարևոր գործ չի։ Նա ասում էր, ինչ էլ գրեմ, ստացվում է հայեցի։ Այսպես էր ասում արվեստի մեծաշնորհ, տաղանդավոր կոմպոզիտոր, բառիս լայն իմաստով պատիվ բերող հայ Արնո Բաբաջանյանը, մարդում երգերը, ում ստեղծած երաժշտությունը դարձավ կարևոր և բնութագրական հայ ազգի համար, մարդում երգերը սիրում են ու երգում են և հին և նոր սերնդի ներկայացուցիչները, սիրում են և երիտասարդները և փոքրերը և չեն կարողանում բացատրել նրա ֆենոմենը։ Նրա ֆենոմենն անբացատրելի է, իսկ այսօր հունվարի 22-ին մենք սիրով տոնում ենք Արնո Բաբաջանյանի ծննդյան օրը։ Այսօր այստեղ հավաքվել են մարդիկ, ովքեր շփվել են, առնչվել են մեծ մայստրոյի հետ և սիրով կլսենք նրանց խոսքերը, խոհերը, հիշողությունները։ Մեր բոլորիս լուսավոր կյանքի, լուսավոր պահերի հնչյուններն են հիմա հնչում, երևի չկա հայ, որը չիմանա ու չսիրի նոկտյուրնը, ևս մեկ անգամ ծափարենք, այսօր Արնո Բաբաջանյանի ծննդյան օրն է, ես ազատ ժամեր չունեմ և չեմ էլ ունեցել, ասում էր նա, ամբողջ կյանքում նման եմ եղել պաշարված ամրոցի, այո, ես պաշարված եմ հնչյուններով, քուն թե արթուն շշունչների մեջ եմ, մի զարմացեք, եթե ասեմ, որ իմ տեսած երազներն էլ հնչյունների հետ են կապված, այդ հնչյուններից ես ընտրում եմ սրտահաճեները և հորինում երգեր։ Ինձ համար ազատ ժամ ունենալ նշանակում է կտրվել հնչյուններից, որը նույնն է թե հրաժեշտ տալ կյանքին։ Այսպես էր մտածում և այսպես էր ապրում Արնո Բաբաջանյանը։ Նա վայրկյան անգամ չի ցանկացել անցկացնել առանց հնչյունների։ Նրա այդ հնչյունների հիանալի համադրությունը հուզում էր, մինչև հոգու խորքը հուզում էր բոլորին և ամենակարևորը առողջացնում էր։ Ինձ միշտ հուզել է և հուզում է, թե ինչքան անմնացորդ էր Արնոն սիրում իր երկիրը, իր ժողովրդին, իր հարազատ լեզուն, իր ժողովրդի երաժշտությունը։ Այսպես էր խոսում նրա մասին ռադիոն Շեդրինը և ավելացնում. Այս այրող և միևնույն ժամանակ նուրբ սերը ես տեսնում եմ նրա ստեղծագործություններում։ Երբեք չեմ մոռանա, թե ինչպես Արնո Բաբաջանյանը ծանոթացրեց ինձ Հայաստանի հետ, թե ինչպիսի սրտաճմլիկ սիրով էր նա դեպի իր հայրենիքը, որ անհանգստությունից շունչն էր կտրվում։ Այսօր, սիրելի հեռուստադիտողներ, նրա ընկերների, նրա գոլեգաների, համախոհների, ազգակիցների և հայրենակիցների հետ մենք կխոսենք մեծ ֆենոմեն հրաշալի կոմպոզիտոր Արնո Բաբաջանյանի մասին։ Հրավիրենք հյուրերին Արնո Բաբաջանյան միջազգային հիմնադրամի տնօրեն, իհարկե Արնո Բաբաջանյանի անհավանական այդ գենը կրող նրա որդի Արա Բաբաջանյան։ Ինչպես նաև համահայկական գրական հիմնադրամի տնօրեն բանաստեղծ թարգմանիչ Լևոն Բլբուլյան։ Համեցեք։ Բարի երեկո, համեցեք։ Շնորհակալություն գալու համար, մենք գիտենք, որ դուք Վրաստանից ուղիղ այստեղ մեզ հետ միասին տոնելու այս հրաշալի օրը հունվարի 22-ը, Արա, ինչպիսին էր ձեզ համար Արնո Բաբաջանյան հայրը և ինչպիսին էր Արնո Բաբաջանյան կոմպոզիտորը։ Գիտեք, ես հասկացա, որ պապաս իսկական այսպես մեծ կոմպոզիտորը արդեն ես բավական մեծ էի, մի 16-17 տարեկան, որ լսել եմ առաջ անգամ, որ ինքը նվագեց իր հերոական բալադը, հերոսական բալադ։ Իսկ ոնց որ հայրը, գիտեք, ինքը ոնց որ իսկական հայ, ինքը так воспитывал мог и в чапалах дать там, то есть все как у всех, да? Ասում եմ, որ նա շատ համարձակ մարդ էր իր արտահայտություններում, ինչպիսի արտահայտություններ էին հնչում երբեմն տանը, որոնցից դուք էլ էիք վախենում, գիտենք քաղաքական առումով այդքան ազատ չէր երկիրը։ Դե Неудобно немножко, мы Արա, ընդհանրապես ասում են պտուղը ծառից հեռու չի ընկնում, բայց մենք գիտենք, որ Արնոն իր երևույթի մեջ եզակի էր, որ հատկություններն են ձեր մեջ, որ նմանեցնում եք ձեր հորը։ Գիտեք,
Папа Нендисовец, традиционное вот воспитание, которое давал мне отец, это любовь к родине, любовь к родителям, любовь к ближним, к детям. Вот это, я считаю, это самое главное, что он смог мне вот это воспитать во мне, привить это. Իսկ ձեր կարծիքով ինչն էր, որ նա այդպես էլ չհասցրեց անել։ Գիտեք, ինքը միշտ շտապում էր, ինքը երևի զգում էր, որ ինքը շատ ծանր հիվանդ է, եւ շատ շտապում էր, որ еще одну песню, еще одно произведение написать, եւ գիտեք, երևի դե Աստվածը այդքան տվեց իրան այդ աշխարհում լինել։ Это как если больше немножко прожил, наверное, и больше произведения было, но он все время торопился, он чувствовал, наверное, что вот какое-то время определено ему для творчества. И вот это всегда как-то вот он в напряжении был. Всегда серьезно очень относился вот к каждому произведению, чтобы хорошо его записать. Вот такой человек был, ответственный очень. Մեզնից յուրաքանչյուրը ունի Առնո Բաբաջանյանի իր սիրած երաժշտությունը եւ վստահ եմ որ ամեն մեկիս կյանքում կա այդպիսի մի երգ, որն է ձեր Ինձ համար այո, սիրած Նոկտյուրնը։ երգը, Նոկտյուրնը։ Նոկտյուրնը։ Ես ինչ էլ գրեմ, ստացվում է հայեցի, սա էր Առնոն իրականում։ Պարոն Բլբուլյան, մենք գիտենք, որ մի շարք երգերի խոսքերի հեղինակ եք հանդիսացել, բայց ճակատագրի բերումով այդպես էլ չստացվեց, որ դուք հանդիպեք մեծն Առնոյին։ Կպատմեք այդ պատմությունը։ Ես իհարկե նախանձում եմ այստեղ գտնվող մեծ մասին, որովհետև նրանք անձամբ շփվել են, հանդիպել են, Բա ես ինչ ասեմ։ Ես այսպիսի մի դեպք եղավ տարիներ առաջ, երբ ես երիտասարդ բանաստեղծ էի, մի գրքի հեղինակ եւ մի շարք երգերի հեղինակ, որոնք հաջողության էին հասել, սիրվել էին։ Մի անգամ գործուղումից մեղրիից վերադարձա ավանգարդ թերթում էի աշխատում, ինձ ասացին, որ Առնո Բաբաջանյանը քեզ փնտրում էր Լևոն։ Պատկերացնում եք ինչքան կուրախանամ կհպարտանամ երիտասարդ բանաստեղծ Առնո Բաբաջանյանը ինձ փնտրել է։ Ու ենթադրեցի իհարկե, որ երևի այդ երգերը լսելով ուզում է առաջարկություն անել եւ հպարտացա եւ շատ ափսոսեցի, որ չի ստացվել հանդիպումը, բայց անդադ սպասում էի, որ եթե փնտրել էի վերջո էլի կփորձի, բայց իմացա, որ շտապ գնացել է Մոսկվա, հետո այդ առողջական խնդիրները եւ մենք այդպես էլ չհանդիպեցինք։ Անընդհատ ափսոսում էի այդ բայի համար եւ ահա տարիներ անց 80-ամյակը երբ նշում էին Բաբաջանյանի, Երվանդ Երզենկյանը ինձ առաջարկեց խոսքեր գրել նրա հայտնի երգերից մեկի համար «Վստրեչա» Լիլի Իվանովան էր կատարում, այդ երգը շատ հրաշալի գեղեցիկ երգ էր, ես մեծ պատասխանատվությամբ իհարկե հանձնառա այդ գործը, շատ չարչարվեցի, դա Բաբաջանյանը այնպիսի պոետների հետ է աշխատել, որ պիտի այդ չափանիշը փորձեիր պահպանել, եւ վերջո Բաբաջանյանն էր, կարծում եմ Գեղեցիկ լավ երգ ստացվեց եւ այդ հանդիպում երգով հերրակա տեղի ունեցավ տարիներ անց մեր հանդիպումը Բաբաջանյանի հետ։ Ասեմ, որ դրանից հետո Նադեժդա Սարգսյանը առիթ հանդիսացավ, որպեսզի էլի մի քանի երգ գրեմ Բաբաջանյանի ռուսական երգերի, ռուսերեն լեզվով երգերից երկու երգ մենք գրեցինք, որոնցից մեկը Մոխրոտիկ ֆիլմում Էմին եւ Խորեն Լևոնյանը շատ գեղեցիկ կատարեցին եւ սիրվեց այդ երգը։ Իսկ ամենավերջինը մենք երբ Նարեկ Մակարյանը մասնակցում էր Սլավյանսկի բազար մրցույթին, ինձ խնդրեցին Սուդբա երգի համար խոսքեր գրել, դա շատ տարածված սիրված երգ էր, էլի մեծ պատասխանատվություն էր, որովհետև վերջո միջազգային մրցույթում պիտի հնչեր։ Բազմիցս նկատել եմ եւ կարծում եմ փաստ է, որ բոլոր միջազգային մրցույթներում այն մասնակից, ով կարողանում է կատարել Բաբաջանյան, դառնում է նրա համար այցեքարտ։ Յուրաքանչյուր երգչի համար քնություն է Բաբաջանյանից մեկ կամ երկու երգ կատարելը։ Եթե նա կարողացավ կատարել, եթե այդ հուզականությունը, այդ մեղեդայնությունը կարողացավ լիովին արտահայտել, ուրեմն նա պրոֆեսիոնալ է։ Սիրով ներկայացնեմ մեր մայստրոներին, այն մարդկանց, ովքեր եւ կրթել են, եւ կրթում են, եւ մեր մեծություններն են ու մենք ձեզնով ենք նաեւ մեծացել։ Այս կողմում նստած են մեր շատ սիրելի մայստրոն Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը, էլի անզուգական կատարող։ Այս կողմում
վստահ եմ մարդ, որի եւ արտաքին եւ ներքին գեղեցկությունը շլացնում է սերունդներ, Տիկին Ռաիսա Մկրտչյանը, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու իշխանանշանակիր, հեռուստատեսության եւ ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի մեներկչուհի, միջազգային մրցույթների դափնեկիր, բայց մենք ձեզ գիտենք որպես անկրկնելի Ռաիսա Մկրտչյան։ Շնորհակալություն։ Այս կողմում երկու խիստ դեմքով, որ անընդհատ այոներ են ասում Բաբաջանյանի հետ կապած, իհարկե Նադեժդա Սարգսյանը, անչափ ուրախ ենք ձեզ տեսնել այստեղ Նադեժդա Սարգսյան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, երգչուհի եւ իհարկե մենք դեռ կխոսենք Բաբաջանյանի հետ ձեր անմիջական ընկերության կապի մասին։ Այս կողմում ՀՀ վաստակավոր արտիստուհի, երգչուհի Գայանե Հովանիսյան, կրկին Բաբաջանյանական երգերի հրաշալի կատարող։ Նադյա, խոսենք այն խիստ վերաբերմունքից, որ ունեին արտիստները իրենց նկատմամբ, երբ կատարում էին Առնո Բաբաջանյան։ Եվ կային երգեր այն ժամանակ, որ Բաբաջանյանը գրում էր հատուկ այս կամ այն արտիստի համար։ Այո, պարտադիր, ես կարող եմ ասել նախ Բաբաջանյանը ուներ իր սիրած երգիչ երգչուհիներից, որից մեկը այստեղ Ռաիսա Մկրտչյանի համար էր հատուկ երգեր գրվում։ Ինձ համար ցավոք չի գրվել։ Ես ուղղակի հետագայում կարողացա կատարել մի քանի երգ, որից լավագույններից մեկը դա Ազարեն է, պայծառացում, հա, հայերեն։ Շատ Արայիկն էլ կասեր, բանի Լիլի Իվանովայի համար էր երգը գրել, Ռոզա Ռմբաևան, մենք նույն Ազարենյան, Ռոզա Ռմբաևան, մենք միասին նույն միջազգային Тогда межнациональной розни не было, գրում էր Մուսլիմ Մագամաևի համար։ Իսկ Մուսլիմ Մագամաևը հատուկ իր համար էր գրվում երգերը, այդ Ժան Տատլյանի համար։ Երյակը դա автор слов, композитор Մուսլիմ Մագամաև Ռաժդեստվինսկի, այդ երյակը գիտեք ինչ էր արեց այն ժամանակ, Ժան Տատլյանը շատ սիրուն երգեր էր, Ռոզա Ռմբաևան հենց միջազգային մրցույթում Ազարենի երգով դարձավ լաուրեատ միջնարодного կոնկուրսը, այսինքն երգիչները իրենք Բաբաջանյանի երգով դառնում էին հայտնի եւ դառնում էին արդեն հետագա իրենց այցեքարտով ելույթ էին ունենում։ Վերջերս Նովե Վալնայում ուզում եմ հատուկ նշեմ, թե մեր Էրիկը Թվայսլիդին, բացի այդ Վրաստանի դուետը, որ երգեց Բաբաջանյանը որպես խիտ Գրուզի, բայց քանի որ Բաբաջանյանը ազգություն չի ճանաչում իրեն, ինքը այնպիսի կոմպոզիտոր էր, որ բոլոր ասում էին նա մերն է։ Գիտեք, հետաքրքիր է, որ Բաբաջանյանի երգերը երգել են եւ դարձել են հայտնի, բայց միևնույն է հիմնական գործողանձը մնում է նրա ստեղծած երաժշտությունը։ Այսինքն երգիչը որքան էլ իր անունը զարգացնում է, միևնույն է հիմքում այն երաժշտությունը։ Տիկին Ռաիսա, ձեր ժամանակին այդպիսի երգեր էին նվիրվում, դուք նվիրվում էին, գիտեք ինչպես էր։ Ես դեռ ուսումնարանի ուսանողուհի էի եւ ինձ համար երևի թե կյանքիս ամենավառ ստեղծագործական գործունեությունը եղել է այդ տարիներին եւ երբ Առնո Արձունչի հետ ծանոթությունը եղավ եւ առաջին օրից մեր այս համատեղ ստեղծագործական գործունեությունը ունեցավ շատ այդպես լավ արդյունք ինձ համար։ Ես չէի հասկանում այն ժամանակ դրա նշանակությունը իմ կյանքում, հա, որովհետեւ գրվում էին երգեր, ես էլ շատ մեծ հաճույքով եւ շատ այսպես նվիրվածությամբ կատարում էի դրանք եւ բավական շատ երգեր, մոտ 37-38 երգեր, որոնք գրվեցին հատուկ իմ համար։ Սա բացառիկ թիվ է։ Կան ուրեմն առաջին երգերից էր դա Մոյ գորդ, որը ուրեմն որ ես կատա, հետո Կարաբլի, որ դուրս եկան գիպկի պլաստինկաների վրա, հետո դրանից հետո եղավ Քեզ տեսա սիրեցի, ինձ համար դու միակն ես, որտեղ երկուսի բառերն էլ գրել էր ինքը, իր կողմից գրված էին հայերեն լեզվով։ Երևանին նվիրված մի երգերի ամբողջ մի շարք, ուրեմն մեր սիրուն Երևանը ամենից հինավանն է, շատ գեղեցիկ եւ իմիջիայլոց պետք է ասել, որ Առնո Արձունչը միշտ հետևում էր, թե սովետական միության սահմաններից դուրս ինչ է կատարում էստրադայի մեջ։ Ինչ նորույթներ կան։ Առաջին լիպսին, առաջին շեյկը, թվիստը, այդ ռիթմիկ պատկերները ինքը սկսեց օգտագործել արդեն եւ ասեմ Հայաստանում։
եւ ուրեմն այնտեղ մենք հիշում եմ գրեցինք մի երգ Սվետ в твоем окне, որտեղ Արնարությունչը ինքն էր երգում, ես չգիտեմ Արիկը գիտի թե չէ, որտեղ ինքը բեկվակալ էր, այնտեղ Մարտինն էր Վարդազարյան, Մելիքն էր Բավիսակալյան եւ Արնարությունիչը նաեւ մեկ ուրիշ երգում էլ էլի Երևանի նվիրված Էդվարդ Բաղդասարյանը, որը իմ հարմոնիայի դասատուն էր կոնսերվատորիայի, էլի հրաշալի կոմպոզիտոր եւ երգերի մի ամբողջ շարք։ Հետագայում եղավ Позови меня, եղավ Свет в твоем окне, եղավ ուրեմն Верни мне музыку։ Մի խոսքով բազմաթիվ երգեր, որոնք որ կատարվում էին մեր ռադիոյում եւ ռոպագանդվում էր բոլորը Հայաստանում։ Ուրեմն շնորհակալություն։ Եվ պետք է ասեմ, այս փարապանցը, որը որ ունեցավ շատ կարևոր, այսպես մի բան ունեցավ, իմ նաև ճակատագրական այսպես մի բաներ, որ մենք ունեինք հայկական ժամ արտասահմանի հայերի համար, անչափ մեծ հաջողություն ունեցանք։ Եվ հնչելը դարավ, դա դարավ իմ իսկապես այցեքարտը, պետք է դա ուղղակի չշտապել, այսպես ինչպես ես եմ հիմա շտապում, եւ ուղղակի ներկայացնել, պատկերացնելու համար Արոն Արությունչի իսկական այսպես կոդը եւ իր տեսակը։ Շնորհակալություն անչափ, հիշեցնենք, որ մենք այսօր տոնում ենք պետական մրցանակների դափնեկիր ՀԽՍՀ, ԽՍՀ ժողովրդական արտիստ, բացառիկ մարդ եւ իսկական երևանցու ծննդյան տոնը, որովհետեւ Արնո Արությունիչը ծնվել է հենց Երևանում 1921 թվականին հունվարի 22-ին եւ ցավոք սրտի մահացել է 83 թվականին նոյեմբերի 11-ին, երբ ես ընդամենը մի տարեկան էի եւ մեր սերունդը այդ հարցում շատ աղքատ է եղել։ Կարճատև դադարից հետո կշարունակենք մարդկային գործոն, այսօր տոնում է նրա վառ ծնունդը։ Կյանքի նոկտյուրն այսպես ենք խորագրել, որովհետև հետաքրքիր կերպով Արնո Բաբաջանյանը ներկայացնում էր հայ ազգին, ներկայացնում էր իր տեսակը եւ այն տեսակը, որ ունի իրավունք ապրելու այս երկրում։ Հրավիրենք մեր մյուս հյուրերին, մարդիկ, ովքեր անմիջականորեն առնչություն են ունեցել նրան, նրա արվեստին, նրա ստեղծագործական ընթացքին եւ եղել են նաեւ ընկերներ։ Մեր մյուս հյուրերն են կոմպոզիտորների միության նախագահ, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր պրոֆեսոր Արամ Սաթյանը եւ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության էստրադային եւ սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր, կոմպոզիտոր պրոֆեսոր Երվանդ Երզնկյանը։ Բարի երեկո, համեցեք։ Բարի գալուստ, շնորհակալ ենք շատ, որ այսօր կիսում եք ձեր ժամանակը մեզ հետ։ Պարոն Սաթյան, ձեր կյանքի խաչմերուկում երբ ինչ պայմաններում էիք խաչվում նրա հետ եւ արդյոք ինչպիսի հիշողություններ է արթնացնում միշտ ձեր մեջ Արնո Բաբաջանյան անուն ազգանունը։ Առաջ երթին ես կարող եմ ասել, որ մենք ընկերություն էինք անում։ Չնայած տարիքի, չնայած այն տարբերության մեջ ոչ միայն տարիքային, այլ մտածողության, նա շատ լավ էր զգում երիտասարդներին, շատ էր իրենց հետ շփվում եւ ստանում էր այն, ինչ որ իրեն պետք էր, էներգետիկ նոր լիցքեր եւ ես հիշում եմ, որ 6 պատկերները, որ ինքը գրեց Դաշնամուրի համար, այնքան էին խոսել ժամանակակից երաժշտության, ասեց ես անպայման տենց գործ կգրեմ ու գրեց, հետագայում ես հիշում եմ մի անգամ եկավ Երևան, լսեց համերգներից մեկի ժամանակ մի քանի տենց կոմպոզիտորներ կան, ասեց ես մի տարի չեմ եղել Երևանում, ես ինչ են արել հայ երաժշտության հետ, պետք է գրեմ կվարտետ, այսինքն ամեն ինչի մեջ ինքը պետք է լիներ, եւ ժամանակակից երաժշտության մեջ, եւ էստրադայի մեջ, նա շատ լուրջ կոմպոզիտոր էր, եւ շատ լավ կանորեն պատրաստված երաժիշտ էր, որովհետև ես հիշում եմ կոնսերվատորիան նոր էի ավարտել, ես գնացի Մոսկվա, ընդունվեցի այն ժամանակ ասպիրանտուրա, ասում էր արի հաջորդականություն նվագենք, եւ իմ հետ ոնց որ ուսանող հավասարաչափ նվագում էր, այսինքն իր հիշողության մեջ ավել էր այն ինչ որ ինքը ուսանող ժամանակ արել էր, շատ օրիգինալ մտածողությունն էր։ Եթե այդ մտածողությունը չներ, երևի մենք կզգայինք այնպիսի ընդհանուր երաժշտություն, բայց ամեն մի ստեղծագործության մեջ ինքը դրել էր ինչ-որ մի փոքր ոնց որ ասում են իզյումին կա։ Չամիչիկ։ Չամիչիկ, այո։ Եվ շնորհիվ դրա նա կարողանում էր եւ իր պրոֆեսիոնալիզմի այդ փոքր բանը զարգացնել։
մեծ պրոֆեսիոնալ էր։ Շնորհակալ եմ անչափ մայստրո։ Պարոն Սաթյանն էլ նշեց, որ Առնո Բաբաջանյանը եղել է շատ նորովի մտածող մարդ, մոդեռնիստական մտածողությամբ։ Արդյոք այն ժամանակվա Երևանը պատրաստ էր ընկալելու այն բոլոր երաժշտական փոփոխությունները, որ նա բերում էր իր հետ, սկսած ռիթմերից։ Ես չեմ զարմացնի, բայց կասեմ ուրեմն ավելին։ Այն ժամանակվա Երևանը ավելի պատրաստ էր։ Ասեք, ասեք։ Ավանգարդը գիտակցելու, քան այսօրվա, ցավոք սրտի։ Իմ հիշողությունների մեջ Առնո Բաբաջանյանը երևի թե զատվում է հենց իր ինձ համար գրած երգի վերնագրով, որովհետև ինձ համար է եղել չքնաղ երազ, բարեկամանալ մի արվեստագետի հետ, ով ում արվեստը շատ բարձր էր։ Ասեմ, որ երբ ես Մոսկվա էի մեկնում համերգային գործունեությամբ, Մոսկվայի մշակույթի նախարարությունից զանգահարում էին Հայաստանի մշակույթի նախարարություն եւ պարզապես կարգադրում էին Ռուբեն Մաթևոսյանի հետ նվագակցող մի ուղարկեք, որտեղ Առնո Արությունովիչը ցանկություն է հայտնել ինքը նվագակցի։ Իհարկե ինձ համար երջանկություն էր նման երևույթի համար, որովհետև իր երկու երգերը, երեք երգերը երգելուց հետո նա ինձ նվագակցում էր Շերամի, Սայատնովայի երգերը, ժողովրդական երգերը, Դանիել Ղազարյանի երգեր, մի ամբողջ մեկ բաժին նվագակցում էր ինձ, բա ավելի մեծ հաճույք կար, իսկ նա չէր նվագում այնպես, ինչպես գրված էր, նա այդ պահին ստեղծում էր երաժշտություն, որ ես ապշում էի, ես էլ գումարվում էի այդ նվագակցությանը և իմ երգը բոլորովին ուրիշ անկյունից էր։ Գիտեք ինչն է ուզում հարցնել, կոնցերտ մայստերը սովորաբար պետք է մի կերպ հարմարվի երգչին, բայց այս դեպքում մեծ հարց է, չէ, ովերում հարմարվում։ Ոչ ես էի հարմարվում, ոչ ինքը, ստեղծվում էր մի հանճարեղ անսամբլ, որ ինքն էր պարտադրում։ Եվ ուզում եմ վերջին իր ելույթը, կյանքի վերջին ելույթը հիշել, որովհետև դա էլ կապված ուներ համերգին կատարողներից մասնակցում էին այստեղ եղածներիցս միայն Ռայսան եւ ես, ինքը մեծ ցանկություն հայտնեց, ասեմ, որ կոմպոզիտորները պետք է նվագակցեին, իսկ կատարողները պետք է երգեին իրենց ստեղծագործությունները։ Համերգը Aeroflot-ի 50-ամյակն էր։ Միտքը սա չէր իհարկե, միտքը այն էր, որ Առնոն վերջապես ելույթ ունենա վերջին անգամ, որովհետև կյանքի վերջին օրերն էր ապրում, Դիլիջանում էր և նրան խնամում էր մեր Մելիք Մավեսակալյանը։ Բերեցին Երևան և ռուսական թատրոնում էր համերգը։ Ես ասեցի, ախր Առնո ջան, ես կերգեմ չքնաղ երազը և վերջ ասեց, բայց այդ մյուս երգը չեմ երգի, որովհետև Ռայսան է երգի, ասեց ես քո համար էի գրել, բայց Ռայսան երգել է, որովհետև Ռայսան լավ է երգում, հեյաստղեր աստղերը, եւ խնդրեց, որ ես երգեմ։ Ես իհարկե երգեցի երգը, երգեցի, ինքը պետք է նվագակցեր, իսկ ինքը ես ասի տեքստերը չեմ հիշում, ես ոնց պետք է երգեմ, ասեց, ոչինչ, ես քեզ կհուշեմ։ Եվ պատկերացնում եք Առնոյի նվագելը, ինչպես էր նվագում, սարսափելի նիհարած էր, մի կերպ ինքը երգում էր արտասվելով, իսկ ես հազիվ կարողանում էի որսալ այն նյուանսները, որ ինքը թելադրում էր երգելու այդ երգը։ Իսկ չքնաղ երազը պարզապես նրա համար, որ իսկապես իմ կյանքը գեղեցկացավ, իմաստավորվեց Առնոյի բարեկամությամբ, որ կոչվեց չքնաղ երազ։ Շատ գեղեցիկ ամփոփում էր Գայանը։ Ձեր կյանքում մեծ են Առնոյի դերակատարումը եւ արդյոք այն սերունդը, որը կրողն էր նրա երգերի եւ այդ մեծությունների հետ արդեն չէին առաջանում։ Ջան, որովհետեւ ես այն երջանիկներից մեկն եմ, որը պատիվ եմ ունեցել անձամբ ծանոթանալ Առնո Արությունովիչի հետ Դիլիջանում, ինչպես ասեց Ռուբեն Մաթևոսյան, արդեն այն ժամանակ, երբ որ ինքը բավականին ծանր հիվանդ էր, բայց դա իրեն չէր խանգարում ամբողջ երեկոյի ընթացքում կատակել, հումորանել եւ շատ պատմություններ պատմել իր շատ հետաքրքիր կյանքից, դա ինձ համար համենայն դեպս շատ անմոռանալից երեկո էր եւ ինքը նույնիսկ այդ վիճակում այնքան լավ եմ հիշում, մենք նույնիսկ ասենք Առնո Արությունովիչ, գուցե պետք չի որ նվագեք, ասեց չէ ինչու, այսինքն մարդը նույնիսկ այդ վիճակում լի էր կյանքով, լի էր երաժշտությամբ եւ ես այն երջանիկներից եմ, այն իմ
չգիտեմ, այն երգչուհիներից են, որը մեծ պատիվ եմ ունեցել երգել Առնո Բաբաջանյանի երգերը եւ երգում եմ մինչեւ առ այսօր։ Իհարկե, որ ես բավականին երիտասարդ էի դեր որպես երգչուհի, ես միշտ լսում էի Ռայիսա Մկրտչյանին, Ռուբեն Մաթեոսյանին եւ մենք այ Առնո Բաբաջանյանի երգերը լսելով դաստիարակում էինք, որովհետեւ դրանք պրոֆեսիոնալ երգիչներ էինք, մենք մեծարում էինք, մենք հարգում էինք։ Նրանք երիտասարդ էինք հոգով, ոչ չէինք համարում, որ այսինքն մենք ձեզ հավասար էինք զգում։ Համարել են, որ դուք մեր սերնդակիցներն եք։ Հարցը տարիքային է, չի, հարցը այն է, որ դուք եք առաջի կատարողները երգել Առնո Բաբաջանյանի։ Դուք երգում եք հրաշալի Lady 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 Lady։ Հերոստատեսային մի հաղորդման ժամանակ նա պարզաբանեց բայց հրաշալի է, ես ուշում եմ իր առաջին Ռայժան ներողություն պարզաբանեց իր երգ գրելու գաղտնիքը, այսպես էր նրա ինչպես ասեմ նրա մտածելակերպը երգ գրել, որպեսզի բոլորը երգեն, բայց երգ գրել հատկապես երգչի համար, նկատի ունենալով տվյալ երգչի ձայնածավալը, կատարողական տեխնիկան, նրա հուզաշխարհը, նրա մատուցման ձևը, նա երգչի համար էր երգը գրում, պատահական չէր, որ նրա երգերի մեծամասնությունը երգում էր Մուսլիմ Մագամայևը, նա հենց նրա ձայնածավալի համար եւ նրա կատարողական վարպետության համար էր գրում, մտածելով ինչպես կլինի այդ երգը ինչպես կհնչի, եթե երգի տվյալ երգիչը, բայց դրանից հետո այսօր երգում են ուրիշ երգիչներ եւ երգում են 1000 անգամ լավ, քան Մուսլիմը։ Ես շատ ուրախ եմ, որ երգերը ապրել գիտեն, յուրաքանչյուր սերնդի հետ երիտասարդանում են եւ յուրաքանչյուր գիտակից արվեստագետ հանձն է առնում շարունակելու այն կարևորը, ինչ ստեղծել է արվեստագետը, այսինքն ինչ ստեղծել է ինքը կոմպոզիտորը եւ որևէ մեկին իրավունք չի տրվում խմբագրել Առնո Բաբաջանյանին, պետք է երգել այնպես, ինչպես ինքը գրել է եւ ինչպես ցանկանում էր, որպեսզի երգը կատարվի։ Շնորհակալություն անչափ, ժողովրդին հնարավոր չի խաբել եւ ինչպես Առնոն էր զգում ժողովրդի ու կյանքի զարկերակը, այդպես էլ ժողովուրդն էր ապրում նրա կյանքով ու սրտի բաբախյուններով։ Մայստրո, ձեր կյանքի խաչվուղիները ինչպես են նրա հետ։ Ես Առնո Բաբաջանյանի հետ երկու փուլ եմ ունեցել շփվելու։ Քանի որ ինքն ու իմ պապան մոտ ընկերներ էին, ինքը գալիս էր, ես փոքր երեխա էի, 4.5 տարեկան, եւ ինքը գալիս էր մեր տուն ու հա ինձ խոստանում էր, որ պիտի կապիկ ունենի։ Փափուկ կապիկ, հա։ Ու ես հա իրան հարցնում էի, ասում կապիկը ես այդ առաջինն էր։ Իսկ երկրորդ այն ժամանակ, երբ որ ես սկսեցի նվագել Էստրադային սիմֆոնիկ նվագախմբում, այն ժամանակ ղեկավարը մեր Մելիք Մավիսակալյանը եւ այն ժամանակ ամենաերուն շրջանն էր Առնո Բաբաջանյանի ստեղծագործական եւ երգերը երգերի հետևից գալիս էին եւ այդտեղ մենք շատ բան սովորեցինք բոլորս։ Մենք գիտեք ինչ, մինչեւ մարդը չի գնում, չես հասկանում ինչքան ինքը մեծ է։ Մենք ես այդ բանը զգում եմ, գիտեք, երբ հիմա այսօր իմ նվագախումբը, այսինքն հանրային ռադիոէստրադային սիմֆոնիկ նվագախումբը չկա համերգ, որ 4-ից 5 երգ Առնո Բաբաջանյան չկատարի։ Տենց համերգ չկա։ Եվ երկրորդ փուլի շփումը, երբ նրա բեղում շրջանն էր։ Եվ նա էր, որ վերջի մեր շփումները բացեցին ինձ համար նոր Առնո Բաբաջանյան։ Ահա որ փխրուն, փափուկ, ինքն ինձ մի քիչ ինձ ասող խոսող մարդ էր, կարող է ինչ-որ մի սուր խոսք ասել, բայց ինքը ներքուստ շատ փխրուն հոգի ուներ։ Ես այդ բանը իմ վրա զգացել եմ, որտեվ ինքը մի քանի լավ խոսք ասեց ինձ իր վերջի տարիներն էր։ Եվ այդ խոսքերը մինչև հիմա մնացել են իմ մեջ, որ Առնո Բաբաջանյանը ինձ այդքան գովացել է, բայց ուրիշների մոտ չէ, ինքը ու ես էինք։ Եվ այդ խոսքերը հիմա թերադրում են իմ կյանքի մնացած փուլերը, ինչ որ ես պիտի ապրեմ։ Եվ չմոռանամ ասեմ, որ կոնսերվատորիայում մենք դասավանդում ենք էստրադա եւ Առնո Բաբաջանյանի երգերը մտածեն մեր ռեպերտուարի մեջ, որ բոլոր մեր ուսանողները պետք է այդ երգերը կատարեն, նոր ինչ ուզում են թող անեն։ Ամեն տարի մենք անց ենք կացնում
ուրեմն մրցույթներ, ուսանողական փառատոններ, արդեն 3 տարի է։ Ստեղի ֆոնդի, Բաբաջանյանի ֆոնդի տնօրինությունը շատ ժամացույցի նման ամեն տարի անում է երիտասարդ ոչ պրոֆեսիոնալ երգիչների փառատոն Արնո Բաբաջանյան։ Ամեն տարի լինում է եւ նույնիսկ անցյալ տարի եղավ մեր նվագախմբով։ Եվ ես ուզում եմ ասեմ, որ Արնո Բաբաջանյանի երգերը այսօր հնչում են ոչ նրա համար, որ մենք ենք իրանց, այլ նրա համար, որ ժողովուրդը առանց իրանց այսօր ապրել չի կարող։ Ուզում ասել, որ հիմնադրամը իսկապես շատ լավ գործ է անում Ժակ Նիկոլաևիչի կողմից եւ պետք է ողջունել այդ բանը։ Ներողություն եմ խնդրում, կներեցեք, ես ուղղակի ուզում եմ ասել, որ ժամանակը իսկապես շատ քիչ է եւ կան բաներ, որ չենք հասցնի անդրադառնալ։ Այս պահին մենք ունենք հնարավորություն հաստատելու տեսակապ մի մարդու հետ, ով վստահ եմ բոլորդ այդ ֆիլմը շատ սիրում եք եւ մենք մեծացել ենք այդ ֆիլմով։ 75 թվականին լույս տեսավ Հարցնացուն Հյուսիսից ֆիլմը, որով մենք ապրել ենք, ապրում ենք, մեր սերնդի ամենասիրելի ֆիլմերից է։ Ներսես Հովանիսյանը, ռեժիսորը, մեզ տվել է այդ հնարավորությունը եւ ես պատիվ ունեցա առավոտյան մի քանի բառ նրա հետ փոխանակելու։ Կարճատև դադարից հետո մենք կհաստատենք տեսակապը։ Ինչպես եւ խոստացել էին, կարճատև դադարից հետո եկանք, որպեսզի հաստատենք տեսակապ մեր շատ սիրելի հայրենակցի հետ։ Ներսես Հովանիսյանը գտնվում է Մոսկվայում եւ նշեցինք 75 թվականին Հարցնացուն Հյուսիսից ֆիլմը բարձրացավ էկրաններին եւ վարակեց բոլորին իր ֆենոմենալ ընտրությամբ երգերի։ Ինչպես էին կատարվում երգերի ընտրությունը, պարոն Հովանիսյան, բարի երեկո։ Ինչպես տեղի ունեցավ։ Ես նախապես արդեն որոշել էի ինձ համար, որ ֆիլմի երաժշտությունը գրի Արնո Բաբաջանյանը։ Մոսկվա մեկնեցի, Արնո Արությունչի հիվանդանոցում էր, Տերեզա Սոկրատնան կողքը ես գնացի սցենարով, որ արդեն բանակցությունները սկսեմ։ Ասեց չէ, կարդալու բան նենց ժամանակ հնարավորություն չունեմ, պատմեցի սյուժեն ոնց որ թե ինչ որ հետաքրքրեց, բայց ոչ մի տրամադրվածություն, որ պետք է աշխատի, երաժշտություն գրի, ես գիտեի, մինչև այդ արդեն տեղեկություններ ունեի, որ հրաժարվել էր Գառնան Տասյոտ ակնթարթներից, ֆիլմից էր հրաժարվել, Լիոզնվային մերժել էր Շուխրային բալլադ զինվորի մասին, ես որ պատմեցի սյուժեն, ես արդեն գիտեի, որ ինչ որ արդեն կորում է, մեր կապը կորում է, ես անմիջապես իմ նախապատրաստած թեզը առաջ քաշեցի, ասի մի հանգամանք եւս Արնո Արությունիչ։ Հերոսին ուզում եմ նկարել Արիկին Բաբաջանյան։ Թեզան շուռ եկավ սկսեց մասնակցել, հետաքրքրեց, որտեղ Արիկին շատ էին սիրում իրանք։ Դա շատ ոգևորեց եւ դա դարավ շատ կողմնորոշիչ այս հարցում։ Արնոն ասեց կգրեմ ես երաշտ։ Իսկ երբ լսեցիք երգերը գրած, արդյոք դրանք այն երգերն էին, որոնք դուք պատկերացրել էիք ֆիլմի համար։ Գիտեք սենց եղավ։ Ես հիմա հետո հիշում եմ արդեն մի քիչ նույնիսկ բանով, որ ես շատ այդ առաջին այդ Գոտլուբի երգի համար, թե ոնց ես ուզում հիմնական երգել։ Գիտեք, ես Արնո Արությունիչ մի քիչ հայկական, մի քիչ ամերիկյան, որը հայկական որ, օրինակ բերեցի Չանվանեի 3 տարվա սիրահար, այդ սիրուն երգ, ամերիկյանը որն է, ամերիկյանը արդեն ես տուչկի սվետլեի զնանքը, մի քիչ երգեցի բան, Իշես, բայց դու գիտես ասես, դրանք անհամապեղելի բաներ են, դու շատ բարդ խնդիր ես դնում, ես չեմ անում, այդ ոնց կլինի, անենց ինչ-որ դուրներ չեկավ, իմ այդ ցանկությունն էլ առանձնապես չընդունեց, բայց մի շաբաթից հետո զանգահարից ես այդ վաղտ Մոսկվայում էի ապրում, զանգահարից թե արի ոնց որ թե այդ բանը ստացվել է խնդիրը,
Գնացի Ագարյովի վրա էին ապրում, Արնոյին գնացի ու նվագեց, ցույց տվեց, բայց գիտեք, ես այնքան լավ չհասկացա, որտեղ նվագում էր, մենակ այդ բանն էր, թեման էր, մատիվն էր, մելոդիան էր, ես նենց լավ չմբռնեցի, ինքը իմ դեմքից հասկացավ, ասեց ինչ ես ուզում, ինչ որ ասիր է տարել, εμես հայկականը ցույց տվեց, էս էլ ամերիկյանը, իրոք այդ բանը այդ Գոդլուբին այդ սիրոտարին այդպես ստեղծվեց։ Շատ հետաքրքիր բան եղավ ֆինալային երգի համար, որ Տալկունովան է երգում, Տապալին նպուղ։ Հա, ինքը այդ նախատեսել էր, ես ասել էի, պատմել էի, որ սենց մի քիչ happy end-ի էլեմենտներով որ բան լինի։ Ասեց, հա, լավ երգ կա, լավ մոտիվ կա, թեման ես գտել եմ, Լյուսիայի հետ խոսացել եմ, Լյուսիան Զիկինա, Արնոյը ինչ Զիկինա է, հզոր ձայնը որ գա, սաղ բան կանի, նկարը կջարդի, ասի մի քիչ շատ ինքնուրույն կլինի գործը երգը, չէ, Լյուսիան շատ լավ կերգի, ինչ խնդիրներ կտաս կանի։ Ես էլ մտքումս կա Տալկունովան նոր, արդեն մի երկու երգ երգել էր, Տալկունովան լրիվ համապատասխանում էր իր տեմբրով, ձայնով, այդ ամեն ինչով, չի ասի, ում ես առաջարկում, Տալկունովը այսպես երգի չեմ ճանաչում։ Ասի դե կինոյի համար սենց ինքը առանձնապես խորամուխ չէր այդ կինոյի բաներին, խնդիրներին, ընդհանուր կոմպոզիցիոն, ես ինչ գիտեմ, այդ բաներին, ասի Տալկունովան լավ կլինի։ Զգաց, որ ես շատ նենց կատեգորիկ եմ ուզում, ցանկությունս, ոնց որ ասում են уступил։ Լավ, բեր տեն տեսնեմ ով է դա։ Տվեք մի հատ Տերեզա, տվեք նոտաները տվեք թող մի հատ կարդա։ Ես Տալկունովայի հետ արդեն նախապես խոսել էի, վայ, Տալկունովան 7-րդ երկու ես Արնոյի Բաբաջանյանի երգը կատարեմ, հա, նոր էր, դեռ ինքը հայտնի չէր, 73 թիվն էր, 74։ Ասի, հա, Վալենտինա, այս բան արեք, մի հատ պատրաստեք, ու Արնոն լսեց, հավանեց, ոնց որ թե հավանեց, բայց նենց հետո մինչև վերջեր ասում էր Լյուսյան կգրել, Լյուսյան ընկերներ էին, նրանք մոտ էին Զիկինայի, դասի չես, ու գերեց Տալկունովան լավ գերեց, հետո հավանեց, ասես թող հիմա մի հատ էլ ռուս կոմպոզիտոր, սենց հայկական երգ գրի։ Արդեն շատ գոհ էր իրանից, որ տենց գեղեցիկ ռուսական երգ հա գրել։ Անչափ շնորհակալ ենք պարոն Հովհաննիսյան։ Ես շատ ուրախ եմ, որ այս խմբի հետ եմ, այս մասնակիցների Ռուբենի, Ռայիսայի, Արիկ Իսատյան շատ լավ ժողովուրդ են հավաքվել, կարծում եմ հաղորդումը լավ կլինի, արժանի այդ մեծ, այդ հրաշալի, այդ հանճարեղ կոմպոզիտորի շատակին։ Բոլորին ողջուններ, շատ ուրախ եմ, որ վարում իմ շատ սիրելի Նազենիկ Հովհաննիսյանը, բոլորին իմ ողջունները և ցանկանում եմ հաջողություն։ Շատ զգացված ենք, որ կիսվեցիք ձեր տպավորություններով։ Սիրելի հեռուստադիտողներ, ես ուղղակի հիշեցնեմ, որ Վանիկ Սանթարյանի գրքում Արնո Բաբաջանյանը նշել էր, որ Ներսես Հովհաննիսյանը հրաշալի ֆիլմ է ստեղծել, պարզ, անպաճույճ, կարծես իրենց հերոսներին իրադարձությունները ուղղակիորեն գետնից կտրել և դրել է էկրանին առանց ավելորդ պաճուճանքների։ Արա ամփոփելով այսօրվա եթերը, մենք խոսեցինք Հարսնացուն հյուսիսից և ֆիլմից և հասկացանք, որ ձեր շնորհիվ է նաև, որ Արնո Արուտյունիչը գրել է այդ երաժշտությունը։ Ձեր մասնակցությամբ այդ ֆիլմը, հա, չկար վախ, որ կարող է այնպես չլինի, հանկարծ ինչ-որ բան։ Չէ, գիտեք, այն ժամանակ ես ջայել էի, մարդը որ ջայել է, վախ չունի, հա։ Մանավանդ, հա, ու ինձ համար շատ հետաքրքիր, որ այնտեղ ես համ նկարվում էի, համ էլ երգում էի այս երգերը, Գոդլուբի, Լյուբով Պրոսետնի Պուշկինկա, չէ, Պուշկինկը չի, Միմոզա։ Բայց գիտեք, այդ ֆիլմը, որ այդքան ճիշտ ասած ոչ ով չէր սպասում, որ այդքան հաջողվի այդ ֆիլմը։ Կարող է մեզ հետևում են։ Շատ լուրջ ֆիլմ է։ Ամբողջ ֆրազաները ոնց որ հիմա հատնտիր։ Հա, ճիշտ է։ Առ այսօր Արուսյակ Վարդանյան։ Շատ հանճարեղ ֆիլմ է։
Լավ, արդեն ավարտելով, ամփոփելով, հունվարի 22-ն է այսօր եւ ամեն տարի նույն հունվարի 22-ը մեծ շուկով պետք է որ տոնենք։ Տոնում ենք արդյոք Առնո Բաբաջյանի ծնունդը եւ պետական առումով, հա, ինչ որ։ Բայց դուք գիտեք, որ papan ծնվել է ամսի 21-ին։ Մեկին, այո, բայց որտեվ 4 տարի անցավ Լենինը մահացավ։ Դրա համար։ Ու պապիկս մի քիչ բան խելոք մարդ էր, ասեց հիմա պետք է տոնենք իր ծնունդը, իսկ մարդիկ ինչ մտածեն, որ Լենինը մահացել այդ օրը, ոբշեմ փոխել ենք 22-ին։ Շնորհակալություն, ես երբեք չեմ թաքցրել իմ նվիրական սերը Առնո Բաբաջանյանի անկրկնելի տաղանդի հանդեպ, որ նառատորեն օժտել է իրեն բնությունը։ Նա երաժիշտ է ի ծնե, նրա աշխարհընկալումը, նրա զգացմունքները, նրա կրքերը, նրա էությունը, նրա տառապանքն ու ուրախությունները այդ ամբողջ է երաժշտություն է։ Նա մտորում է երաժշտական երևակայությամբ եւ նրա երևակայական աշխարհը հենց երաժշտությունն է։ Ես վստահ եմ, որ չեմ չափազանցում, երբ ասում եմ, որ Առնո Բաբաջանյանը երաժշտական աշխարհում իսկապես եզակի երևույթ է։ Սա ասել է Կիրիլ Մալչանովը եւ մենք գիտենք, որ ինչպիսի մեծություններ են արտահայտվել Բաբաջանյանի մեծության մասին, իսկ ես ուզում եմ մեր մեծություններին հայտնել շնորհակալություն այսօր այս դրական տոնական օրը մեզ հետ անցկացնելու համար։ Մարկային գործոններ առաջ դեպի տոնական տրամադրություն։